Թրամփը անպայման տեղյակ է եղել եւ այդ ծրագրի համաձայնությունը տվել է։ Այդ գործողությունները առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցության Իսրայելը չի կարող լուրջ ծրագրերը մշակել։ Համաձայնություն եղել է, որտեղ Թրամփը մի քանի օր առաջ ինքը հայտարարեց, որ ասաց ժամկետը լրացել է։ Ես ժամկետ էի տվել, լավ տարբերակ ընտրեք կամ վատ տարբերակը, դուք որն եք ընտրում։ Որն եք ընտրում։ 3 գիշերը Թրամփը այս գիշերը հայտարարեց, որ բոլոր նրանք, ովքեր որ կոշտ դիրքորոշում ունեին այդ բանակցություններում, կոշտ էին, դրանք արդեն զոհվել են։ Թիրախներից մեկն էլ եղել են այդ բանակցողները, որ կոշտ էին, ասում են պետք է ունենա Իրանը միջուկային զենք։ Դրա վերաբերյալ կա հատուկ կոնսենսուս կոչվածը, մահմեդական աշխարհը ունի իր ատոմային ռումբը, դա Պակիստանն է։ Կա, մահմեդականները ունեն ատոմային ռումբ։ Մյուս ռումբը, եթե Իրանը ուզում է ում դեմ, Պակիստանի դեմ, ում դեմ, Արաբստանի դեմ, Թուրքիայի դեմ, ումից է, ռումբը ում համար է, Իսրայելի համար, ով թույլ կտա, ողջակիզում անցած ժողովրդին մոխիրը դարձնեք, այդ հրյաների պետությունը մոխիր եք ուզում դարձնել, տեսեք ինչ է, Իրանին բացատրում են, ասում են ինչիդ է պետք ատոմային ռումբը, քո հարևանները չունեն, ով որ ունի Հնդկաստանի դեմ է դա, ով որ ունի Պակիստանի զենքը, միջուկային զենքը, դա Հնդկաստանի զենքի դիմաց է, նրանք թող իրար խփեն դու ով ես, տրամաբանությունը դա էր, որ այստեղ այս տարածաշրջանում ատոմային ռումբ պետք չի, Ռուսաստանը ունի, Ամերիկան ունի, Ֆրանսիան ու Բրիտանիան ունեն, նրանք այս տարածաշրջանում ակտիվ գործոն են, նրանք ունեն, եթե պետք լինի կօգտագործեն, Իրանի կարգավիճակը մանավանդ պետական կառավարման այդ ձևը, Նադիր Շահը ինչ արեց, Նադիր Շահը Գալիլեյը ու Նյուտոնը ժամանակակիցներ են, դե տեսեք համեմատեք, ինչ այդ ռեսուրսները ինչի վրա էր ծախսում Նադիր Շահը, հիմա երկրորդ Նադիր Շահն եք ուզում եք Թբիլիսին գրավեք, Երևանը գրավեք, ինչ եք անելու, այդ էր միջուկային զենքը ձեր ինչին է պետք, նավթ ունեք էլի, վառեք, տեսեք միջուկային ծրագիրը տրամաբանորեն բացատրում էին, ասում էին Ռուսաստանը ունի, Հնդկաստանը ունի, Եվրոպացիները ունեն, ձեր ինչին է պետք, ում եք խփելու, իսկ որպես կրոնական պետություն, նույնիսկ դեռ էր տալի, Իրանը որպես որոշ իմաստով սպառնացող, տեսեք հայտարարությունը Իրան պետության դրոշի վրա գրած է ագրեսիա եւ անեքսիա, դա է հետաքրքիր, իսլամը տարածել, որտեղ եք տարածելու, ոչ իսլամական պետություն որտեղ կա, Հայաստանը, Վրաստանը, Հունաստանը, որտեղ կա, Ռուսաստան, դուք իսլամը որտեղ եք տարածելու, իրենց ծրագիրը, կրոնական պետության ծրագիրը դա է, կամ մահ Ամերիկային, մահ Մովսեսի ժողովրդին, այսինքն ոնց ես պատկերացնում, դրանց մեկ չի ասում, ոնց ես պատկերացնում հրեական պետության ոչնչացումը, դու ով ես, որ հրեական պետությունը ոչնչացնես, հրեական պետությունը ինչքան բարդ պայմաններով է ստեղծել, կամ հայկական պետությունը, որ Ալիև ասում է, լիկվիդացնենք, բայց ինչքան լուրջ խնդիր է հայկական պետություն լիկվիդացնելը, ով նշանակում է, ով ստեղծում է, նա էլ ոչնչացնում է, այ հիմա այդպիսի խնդիրներ ունի, դրա համար ասում եմ, մեզ համար ամենահարմարը բարեփոխումներն են, Իրանը դառնա ժամանակակից պետություն եւ մնա մեզ բարիդրացի երկիր։ Գործառույթ, Ադրբեջանը ինչ գործառույթ ունի, որպես նավթահոր, այո, կարևոր գործառույթ է։ Փայփայում են Ադրբեջանին թույլ չեն տալիս, որ փլուզվի, որովհետեւ նավթը, գազը, որպես արտահանող եւ պահապան։ Այդ հորերի պահապանն է, բայց եթե նա մտնում է Իրան ու Հայաստան, այսինքն դա արդեն Ադրբեջան չի, դա արդեն մի ուրիշ իմպերիա է, ուրիշ Թուրանն է գալիս առաջ, Ուզբեկստանը մի շաբաթ առաջ հայտարարեց, որ միանում է Թուրան ծրագրին, մինչև մի շաբաթ առաջը դիմադրում էր, նա Չինաստանի եւ Ռուսաստանի հետ սիրավեպ ուներ,
երկուսի արանքում շահում էր, հիմա միացավ, այսինքն մենք ռուսական պետությունը բարեփոխումների ենթարկեցինք, Ռոմանովներ հանեցին, Ուլյանովներին բերեցին, Ջուղաշվիլի բերեցին, Խրուշչով, Բրեժնև եւ այլը, բոլորը արեցին ռուսական պետությունը կայունացնելու համար, այդ եվրազիական տարածքը կառավարելի արդյունավետ կառավարել դարձնելու խնդիր ունի, հիմա առաջացել է ուրիշ գլխացավ։ Թուրանը դա գլխացավ է։ Եվ Ռուսաստան, այսինքն եւ ռեսուրսների համար, եվրազիական ռեսուրսների համար, այսինքն քաղաքակրթությանը հետարկում է եվրազիական տարածքի ռեսուրսը։ Ուրալը, Սիբիրը եւ այլն, դա է իրենց հետաքրքրում։ Հիմա նոր տեր է առաջացել։ Բա աշխարհը հենց այդ մենք Տրամպը բանու գործ չունի, հա, նվեր տա, տեսեք, ուրեմն Ադրբեջանը եթե դառնում է գերտերություն, ռեգիոնալ տերություն, Պարսկաստանին, այսինքն աջամնակ Իրան բառնել կհանեն։ Դա Իրանը ընդհանրապես ֆաշիզմ ու նացիզմ է։ Դա 34-35 թվերին համերաշխելով Գերմանիայի հետ նացիստական Պարսկաստանը անունը փոխեց։ Դրա համար օկուպացրեցին Պարսկաստանը, Իրանը, Սովետական միությունը եւ Բրիտանիան օկուպացրեցին։ Հիմա այդ Իրանը, պարսիկները խաղաղվելու են, հանդարտվելու են, հանձնվելու են, դառնալու են երկրորդ կարգի պետություն, չէ, ուզում ասել, որ Ադրբեջանը, ես դրա համար եմ ասում, Ալիևի կողքը մի խելոք մարդ չկա, որ ասի, հայերի հետ լավ եղի։ Հայաստանի գործոնը, ես որ ասացի, դա մեր համար նաև շանս է, հայկական պետության համար շանս է այս տագնապը, որպես հրշեջ։ Եթե մեր հարևանի տունը հրդեհ է, մենք կարող ենք հրշեջ լինել։ Այ հիմա Ադրբեջանը լուրջ գլխացավ ունի 20 միլիոն, 10 միլիոն ադրբեջանցի, որ միացավ հատուկ կուլտուրայով։ Այս Ադրբեջանը կմնա նույնը եւ արդյոք նրան թույլ կտան, որ ինքը միանա Օսմանյան կայսրությանը։ Ինչ է դառնալու։ Իրան, Թուրան միանալու են իրար, ուրեմն շատ բարդ է, Ադրբեջանի համար ավելի վտանգավոր է սա, փլուզում կլինի, ընդհանրապես թուրքական աշխարհի համար սա վտանգավոր է, մենք մեր տեղը պետք է, ես կարծում եմ, որ հիմա վատ չի, ծուլորեն է անում մեր իշխանությունը դա, օրինակ երեք Պրահայում ավելի ակտիվ պետք է լիներ, այնտեղ հարցրեցին մեր վարչապետին, ասեցին ինչ ծրագրեր ունեք, ինքը պետք է ասել, որ դուք արեք, ինչքան գաք, այդքան կստանաք։ Ինքնազգ գիտեք, ընդ Եվրազիայի հետ բան ունենք, ճանապարհներ, բան, դժվարություններ ունենք, ենթակառուցվածքներ, բան, ինքս է ցրել։ Հարցը տալի բարողը, մոդերատորը ասում է ինչ ծրագրեր ունեք, ձեր ժողովուրդը ուզում է Եվրոպա գնալ, դուք ինչ է, ասում է ժողովուրդը ոչի, ես պետք է որոշեմ, ես էլ առայժմ սպասում եմ, ես խաղի մեջ եմ ընդեղ Եվրազիայի հետ բան, ինքը պետք է ասել, որ դուք արեք քայլերը, մի անգամ ասել է, ես հիմա տվեք ստորագրեմ, Եվրոմիությունից, Պաշտոնյան, ասում է դուք ինչ ծրագրեր ունեք, Եվրոմիության հետ ինչ։ Եվրոմիությունը իր կետերով գալիս է, գնում է, իր ծրագրի այսպես գալոչկի դնելով գնում է, ասում է, այս պետք է անենք այսօր, այս մյուսը այսօր, ժամանակացությունն անում են մարդիկ։ Ճանապարհային քարտեզ են ասում, ճանապարհային քարտեզ։ Նիկոլ Փաշինյանին հարցում են, ասում է, ինչ եք անելու դուք։ Նիկոլ Փաշինյանը շփոթվեց, երևի լեզվի խնդիր կա անգլերեն։ Այդ դեպքում գուցե թարգմանիչ տանի։ Պետք է ասել, որ մի անգամ ասեց տվեք ստորագրեմ։ Լավ էր, ասեց հենց իմ այսօր պատրաստ ենք մենք։ Դուք պատրաստ եք մեզ ընդունելու։ Ինքը շուտ տվեց, ասեց մենք ուզում ենք գալ մեզ հետ չբերել մեր խնդիրները։ Իսկ ես կարծում եմ ինքը պետք է ասել մենք խնդիրներ ունենք, ձեր օգնությամբ խնդիրները կլուծենք։ Դուք կստանաք մեզ որպես դաշնակից։ Մենք էլ ձեզ ենք ուզում տեսնել որպես դաշնակից, օգնեք մեզ, որ մեր խնդիրները լուծվեն։ Այսօր եկեք, այսօր պատրաստ ենք մենք։ Նիկոլ Փաշինյանը ասել, դե այնտեղ պետք է ես Վլադիմիր Վլադիմիրիչի հաշվետու եմ, այնտեղ պետք է գնամ, ինձ այնտեղ ոնց կասեն։ Դու գնացել ես այնտեղ, որտեղ որ բալանս չի, ասում են գալիս ես թե չէ։ Դու մեր հետ ես թե նրանց հետ ես։ Ինքը պետք է ասի, տարեք ինձ։ Եկեք, այ ես կարծում եմ, որ մենք նույնիսկ այդպես չպետք է ասենք։ Ես խորհուրդ եմ տալի հիմա ամբարձատույց։ Դրա դիմաց ոչինչ չեմ ուզում վարչապետից։ Պետք է ասի դուք եկեք։ Ոչ թե մենք գանք Եվրոպա, այլ դուք եկեք Հայաստան։ Եկեք, մեր դռները բաց են։ Ինչքան կարող եք, այդքան եկեք։ Ես ասում եմ, բանաձևը շուտ ուր։ Սուբյեկտիվ բանը կամ պայման
մեր վարքագիծը կարևոր է։ Այնպես չի, որ կարելի է թախտին նստել ու սպասել բախտին, չէ։ Հարցը տալիս է ինչ եք մտածում, ասում է համեցեք։ Ինչքան կարող եք եկել։ Ռազմական բազան ձեզ խանգարում է, վտարեք, դուք վտարեք, դուք մեր վրա եք թողնում, այս փոքրիկ Հայաստանը, այդ 500 միլիարդանոց Եվրոպան, Ամերիկան ու Ավստրալիան էլ հետները, մեզ ասում են, այդ ինչի չեք վտարում ռուսը, մենք չենք ուզում վտարել, դուք վտարեք, եթե ձեզ խանգարում է։